Եվ այսպես Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանական ռազմավարության մեջ տեղ չկա Հայաստանի Հանրապետության համար հարգելի հեռուստադիտողներ, աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնց մասին երկար ժամանակ է տարբեր հարթակներից խոսվում է, մեր աչքերի առաջ տեղի է ունենում եւ առաջին հերթին այդ փոփոխությունները պայմանավորված են նրանով, թե ինչ քաղաքական եւ աշխարհաքաղաքական վեկտորը իր համար ընտրել Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այս հարցերին պատասխանելու համար մենք առաջին հերթին պետք է ուսումնասիրենք ոչ միայն պաշտոնյաների հայտարարությունները, այլ նաեւ ռազմավարական փաստաթղթերը, որոնք ընդունվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսօր եկեք խոսենք պաշտպանական ռազմավարության մասին եւ մի քանի դրույթ արձանագրենք։ Առաջինը, տեսեք, ամերիկացիները ոչ միայն արձանագրում են, որ իրենց համար առաջինը դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որ խաղաղության իրենք ուզում են հասնել, իրենց առումով խաղաղության ուզում են հասնել առաջին հերթին ուժի միջոցով, այլ նաև հետաքրքիր մի այսպիսի ձևակերպում կա այդ ռազմավարության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցնում է լրացնել անվտանգային բացերը, որոնք առաջացել են անպատասխանատու քաղաքական առաջնորդների գործունեության արդյունքում։ Սա չափազանց կարևոր ձևակերպում է, մենք այս ձևակերպմանը դեռ կվերադառնանք մեր այսօրվա զրույցի ընթացքում։ Կենտրոնական տեղը ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգային ռազմավարության մեջ, պաշտպանական ռազմավարության մեջ, որի մասին գլոբալ առումով խոսում էր նաև Դոնալդ Տրամպը վերջերս Դավոսում, երբ որ մասնակցում էր տնտեսական ֆորումին, ինչին է վերաբերվում կենտրոնական թեզերից մեկը, դա պատասխանատու համագործակցությունն է, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջին հերթին Եվրոպայի հետ, Եվրոմիության հետ համագործակցության տիրույթում իրենք պատրաստ են, շատ այսպես հա ձևակերպենք, պարզ զենք զինամթերք մատակարարել, բայց պատասխանատվության հիմնական բեռը ընկնում է եվրոպացիների վրա, այսինքն եվրոպացիները առաջին հերթին այստեղ ուկրաինական հակամարտության համատեքստում պետք է կարողանան պատասխանատու քաղաքականություն դրսևորել եւ կարողանան իրենք ապահովեն իրենց անվտանգությունը, այսինքն պետք է կարողանան նաեւ երկխոսություն ունենալ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ Ռուսաստանի հետ, ինչը վերաբերվում է Ռուսաստանին եւ Չինաստանին, իհարկե, այստեղ փաստաթղթի մեջ պաշտպանական ռազմավարության մեջ Պենտագոնի ընդունված մանրամասն նկարագրված է, թե ինչ վերաբերմունք իրենք ունեն Չինաստանի նկատմամբ եւ Ռուսաստանի նկատմամբ, բայց գլոբալ առումով իրենք ասում են հետեւյալը, որ իրենք կառավարելի սպառնալիքներ են Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ավելին ոչ Ռուսաստանում, ոչ Չինաստանում, գոնե այս պայդրությամբ իրենց արժեվ խնդիր չեն դնում իշխանության փոփոխության, այսինքն չեն պատրաստում Չինաստանում եւ Ռուսաստանում փոխել ռեժիմները, բայց կրկին ասենք պատասխանատու գործընկերություն, սա է Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական փաստաթղթերից մեկում ներառված կարևորագույն դրույթներից մեկը։ Հենց այս համատեքստում մենք պետք է դիտարկենք նաև այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեզանից մի քանի 100 կիլոմետր հեռավորության վրա, հարգելի ընկերներ, հարգելի հեռուստադիտողներ, Սիրիան Հայաստանին շատ ավելի մոտիկ է, քան կարելի է պատկերացնել։ Ինչ է տեղի ունեցել Սիրիայում։ Հենց այս համատեքստում եկեք փորձենք վերլուծել պաշտպանական ռազմավարական այս փաստաթղթի կոնտեքստում, եկեք փորձենք վերլուծենք ինչ է կատարվել Սիրիայում։ Սիրիայում կային քրդեր, քրդական Սիրիայի ժողովրդավարական ուժեր էին իրենց նույնիսկ կոչում ամերիկացիները, նշում էին, որ իրենք գրեթե ժողովրդավարության բաստիոնն էին Սիրիայում, բայց մենք տեսանք, որ երբ որ եկավ պահը, երբ որ ամերիկացիները պետք է ընտրություն կատարեին Սիրիայի, եկեք այսպես ձևակերպենք, օրինական իշխանության միջև, որը ներկայացնում է Ահաբեկիչ Ջուլանին եւ քրդերի միջև, իրենք ընտրությունը կատարեցին հոգու Ջուլանի, ինչու, որովհետեւ նա ղեկավարում է քիչ թե շատ բայց կայացած պետություն, շատ ավելի մեծ ռեսուրսների է տիրապետում եւ կարող է շատ ավելի օգտակար լինել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Տեսեք, մենք նաեւ այստեղ պետք է հիշենք, թե ինչ ձևակերպումներ է ժամանակին տալիս նույն Դոնալդ Տրամպը քրդերի վերաբերյալ, նշում էր, որ դե քրդերը ամերիկացիների երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չէին օգնել, հետեւաբար ամերիկացիները եւս պարտավորություն չունեն քրդերի առաջ։ Վերջերս ընդամենը րոպեներ առաջ, եթերից րոպեներ առաջ ծանոթանում էի մամուլում տեղ գտած հրապարակումների եւ Սիրիայում նախկին դեսպան Ամերիկայի Միացյալ Նահանգների նշում է հետեւյալ, որ իրենք երբեք էլ բառացիորեն քրդերին չեն ասել, որ իրենք միշտ ապահովելու են իրենց անվտանգությունը կամ ամեն ինչ հանգելու են նրան, որ քրդերը առանձին պետություն են ունենալու, այսինքն ամերիկացիները կրկին ասենք այս համաշխարհային ժանդարմի կամ լիբերալ հեգեմոնի կարգավիճակից անցնում են պրագմատիկ շահերի սպասարկման պետություն դառնալուն եւ պրագմատիկ շահերը հուշում են հետեւյալը, որ Ջուլանին շատ ավելի էֆեկտիվ դաշնակից է գործընկերը, քան քրդերը։ Հետևաբար քրդերին կարելի է գցել,
սատարելով Ջուլանին, այստեղ չափազանց կարևոր է թե ինչ հետևություններ է այս ամեն ինչից անելու Հայաստանի Հանրապետությունը կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները ինչ որ հետևություններ այս ամեն ինչից անելու են, թե ոչ, որովհետև եթե աշխարհի մի կետում մենք տեսնում ենք, որ ընտրելով երկու պոտենցիալ դաշնակիցների միջև Ամերիկայի Միացյալ Նահանգները ընտրում են ավելի հզոր դաշնակցի, կարծել, որ այստեղ միայն տնտեսական կամ արժեքների հիման վրա հիմնված համագործակցությունը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարող է Հայաստանին անվտանգություն ապահովել, իսկ եկեք անկեղծ լինենք, հատկապես վերջին տարիներին Հայաստանում քաղաքական դիսկուրսի անբաժան մասը դարձել է հետեւյալ թեզը, որ Ամերիկան կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր, այդ իսկ պատճառով կարելի է եւ հապկից դուրս գալ եւ Իրանի վրա ուշադրություն չդարձնել եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել, որտեղ ամերիկացիները իրենք կարող են լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը, իսկ TRIP-ը այն եզակի պրոյեկտներից մեկը, որը կարող է ապահովել այդ դաշնակցային հարաբերությունների զարգացումը, եկեք այսպես անվանենք, բայց այն ինչ կատարվեց Սիրիա, շատ հստակ ապացուցում է, որ ընտրելով փոքր պետության եւ ավելի հզոր գործընկերոջ միջև Ամերիկայի Միացյալ Նահանգները ընտրում են ավելի հզոր գործընկերոջ եւ այստեղ տրամաբանական հարց է առաջանում, արդյոք պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է հանուն Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերի փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, փչացնել իր հարաբերությունները կամ նույնիսկ կոնֆլիկտի մեջ մտնել պաշտոնական Բաքվի հետ։ Սա հարց է, որի պատասխանը իսկապես անհրաժեշտ է, որ Հայաստանում քաղաքական, ոչ միայն քաղաքական վերնախավ այս հարցի պատասխան ունենալ ցանկացած ուժ, որը հավակնում է Հայաստանում ունենալ քաղաքական իշխանություն։ Եվ ամփոփելով մեր այսօրվա զրույցը մենք պետք է հասկանանք հետևյալը. Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգային ռազմավարությունը մեզ պետք է հուշի հետևյալը, որ այլևս արժեքների վրա հիմնված համագործակցություն կամ անվտանգային երաշխիքներ ոչ Ամերիկայից, ոչ էլ աշխարհի ցանկացած այլ պետությունից, ոչ Հայաստանը, ոչ էլ ցանկացած այլ փոքր պետություն չի կարող ունենալ եւ այստեղ չափազանց կարեւոր է ճիշտ օգտագործել եղած ռեսուրսները, եղած եւ փորձված դաշնակիցների հետ համագործակցությունը։ Այլ պայմաններում մենք իսկապես կարող ենք շատ արագ հայտնվել քրդերի կարգավիճակում։ Մտածեք այդ մասին։